Հմբո, ուրեմն ուշադիր լսի։ Տաքսին դրա մոտ սպասում է։ Գնում նստում ես։ Քեզ տանում է ուղիղ խանութի մոտ, որտեղ այդ գինին են ծախում։ Էս $3000 տալիս ես։ Գինին վերցնում ես, նստում ես նույն տաքսին ու հետ ես գալիս։ Հա, Քաջապուրի։ Ապեր ուր ես։ Տաքսում մեջ։ Հարիստեղ որ ես գնամ հիվանդանոց։ Այդ տղա ուրիշ տեղ չկա փող ծախսելու հիվանդանոց ես գնում։ Մամային հիվանդանոց են տարել։ Պապան զանգեց, ասեց, որ եկա փող է պետք այդ վիրահատության համար։ Եթե այդ փողը չճարենք, վիրահատություն չեն անի։ Ինչքան է պետք։ Դե մի 2,500 կնստի էլի։ Ես էլ ասենք հարուստ բարեկամ չունեմ, որ իրանից վերցնեմ, հետո տամ։ Ոնց չունես։ Ես եմ։ Հա դե կատակի վաղտ, հա հմբո։ Ապեր ես հեսա գալիս եմ։ Ապեր ասում ես ինչքան էր պետք վիրահատության համար։ 2,5։ Ցնդար արա։ Դե ինչ սան։ Զանգի պապայի տասա փողը կա։ Ես որտեղից։ Հայ մարդ ինչ կարևոր է քեզ, ասում եմ զանգի վայ։ Դու ո՞նց կարևոր չի, կարող է գողացել ես։ Հայ մարդ չէ վայ։ Ընդամենը մի հատ գինու փող է։ Վարուժի աներոջ համար պիտի սրանով գինի առնել, հիմա թող $3000 գինի չխմի, 2000 դրամանոց խմի։ Հիմա ինչ տարբերություն, մեկը նույն տեղն է տանել։ Հմբո, այդ ինչ եմ լսել։ Որ իբր ես $3000 եմ վերցրել թռել։ Ահա։ Այ ապրես, ճիշտ է լսել ես։ Ու տենց հանգիստ։ Թող իրան կան հանգստանան։ Մեկը մենք այսօր կանք, վաղը քանվող ու շարժան ենք տանալ։ Որ աննորմալ է, ուրեմն պետք է իջուզի անի, անպատիժ մնա, հա։ Այսօր Քաջիկի մամային են վիրահատել։ Ու քո շնորհիվ Վարուժ։ Այդ մարդ հիմա ապրում է։ Քո նման տղուն $2500 չի աղքատացնի։ Համել այդ տղեն իր գործի դիմաց է վերցրել այդ փողը։ Այդքան էփե թափել է ձեր տանը։ Ուրեմն այդ ցուկ սարքելու համար այդքան փող են ուզում, հա։ Հիմա ինքն էլ այդքան է գնահատելի աշխատանքը։ Հա, ապրես, մաման ո՞նց է։ Ապեր, ես ուղղակի չգիտեմ քեզ ոնց շնորհակալություն ասեմ։ Դետի ոչ մի ձև չես գալ։ Պետք է սարքյանք իմ դալժնիկը լնես։ Մամար շնչառության կյանքից մուտվայրին հավասար ոսաբորության Ես իմ գործերի առաջի հանդիսատեսնային Աղերեին կյանքի ներորերի աստողն եմ երոջս հետ Սովորել եմ մեծացել եմ իրար հետ է բանակում Ես թշնամոտ եմ կանգնել եմ ով են որ իմ ավերեջից